Անդելյան, նախ վաղը կառավարության նիստ կա արդեն, մինչ ՄԱԿ-ի գրասենյակ ուրբաթ օրը հավաքվելուն այդ գրասենյակի դիմաց վաղվանից ինչ-որ բան պատրաստում եք անդր կառավարության դիմաց, թե ոչ։ Երկրորդ, դուք ասացիք, որ անկախ նրանից Բաքվի իշխանությունները ցանկանում են վերադառնալ մեր գերիները, թե ոչ, պետք է ստիպենք, որ վերադառնան, իսկ ձեր նշած այդ արժանապատվություն ունեցող Հայաստանի իշխանությունները ցանկանում են դուք այդպիսի այդպիսի տպավորություններ իրենցից, եւ եթե չեն ցանկանում, դուք ինչ եք անելու։ Եվ այսօր արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը Նիդերլանդների, չէ՞, ոնց նախարարը ասուլիսում ասաց, որ իրենք պատրաստվում են Բաքվի հետ բանակցում են, որ փոխադարձ հայցերից հրաժարվեն Հաագայի դատարան, ուղիղ կապ չունի գերիների հետ, բայց սա այսինքն պահանջ կարող է լինել, որ իրենք միջազգային նացիաներում գերիների հարցը բարձրացնեն, բայց փաստորեն հրաժարվում են այդ ամենից։ Հիմա դուք ինչ ուզում եք։ Իհարկե, դուք ձեր հարցին պատասխանեցիք։ Ես իրենցից պահանջ չունեմ, ես նրանց վախերը գիտեմ, եւ այդ վախերի վրա պիտի աշխատենք։ Նրանք վախենում են աթոռ կորցնել։ Դա իրանց միակ վախն է, եւ մենք պիտի ցույց տանք, որ այս օրակարգով աթոռ ենք կորցնել։ Սրա մասին է խոսքը, այլ ոչ թե պահանջի։ Մենք պիտի ժողովրդի լեզվով ասած իրենց վախը բռնենք։ Նրանք, եթե մենք բոլորս պահենք այս հարցը օրակարգում, նրանք ստիպված են լինելու ասել, որ այս օրակարգի հետևանքով իրենց գործընկեր Ալիևին, որ ես իշխանություն եմ կորցնելու, հետևաբար մի բան պիտի անենք։ Ինչ վերաբերում է վաղվա ակցիային, այսօր հայտարարեցինք, որ դուրս են գալու, մենք հարգում ենք նաև մարդկանց առօրյան, ուզում ենք, որ իրազեկված լինեն, մի քանի ժամում չեն իրազեկվի, բոլորս դա հասկանում ենք, բայց կառավարության նիստերը ամեն 5 շաբթի են, միայն վաղը չի։ Եվ ես ինչպես ասացի, սա մենք չպետք է ահա ասենց վաղը իմպուլսիվ անում ենք ու ավարտենք։ Ոչ, սա լինելու է հետևողական, կազմակերպված, այո, մարդկանց նաև տարբեր հարցեր հասկանալով, այնպիսի ժամերի փորձենք անել, որ հարմար լինի, բայց նաև պիտի ժողովրդին խնդրեմ, մի քիչ էլ մեզ անհարմարություն պատճառենք, փորձենք անել մաքսիմալ հնարավոր է։ Այն որ այս իշխանությունների օրակարգում դա չկա, ես կասկած չունեմ, ասում ես պատասխաններ եմ այդպիսի ստանում։ Ջարեդ Գենսերի տեղը են, որ ասում են ինչքան պիտի նեղ լինի, որ հրապարակի, թե ինչ պիտի անի իշխանությունը, որ չի արել։ Եվ այն ասում է 10 հատ ինչ որ բան եմ արել, 10 հատ 530-60 օրվա ընթացքում 10 ինչ որ հայտարարություն կամ չգիտեմ ինչ, ես ասում եմ հրավիրեք 23 գերիների ընտանիքների ներկայացուցիչներին, չեք ուզում հրապարակային, Քավլիցի, նրանց պատմեք ամեն օր ինչ եք անում, սա պիտի անել ամեն օր։ Դուք ասում եք հայցերից հրաժարվելուց կարող է։ Այո։ Իսկ կարող է ինչ որ բան, շատ հեշտ է։ Գաղտնիության շղարշի տակ ամեն սուտ կարաս ասես։ Ստախոսների հավաքածուն հերիք չհրապարակային են ստեր ասում։ Հիմա որ գաղտնի բաներ են ասում, մենք ինչ պիտի հավաքող։ Հո հիմա հերիք է մեր ուղեղը լվանան։ Մարդիկ իրենց խոսքով հատորներ են այդ մարդկանց վրա բացել։ Նրանք են վախենում վնասելուց, նրանք շահառուն են այս վիճակի։ Նրանք վնասելուց չեն վախենում։ Նրանք օգուտ տալուց են վախենում։ Եվ հետևաբար չէ իրենց օրակարգում սա չկա, ասում եմ, թող հրավիրեն 23 ընտանիքներին ու պատմեն ինչ են արել։ Այս գործով պետք է զբաղվել սիրելի ժողովուրդ, ամեն օր։ Եվ այո, հայցերը հետ են վերցնում, կարող էր պայման լինել, բայց գերիներին էլ վերադարձրեք։ Կարող էր պայման լինել ՀՀԿ Մինսկի խումբը, ասում եմ, լուծարման, բայց դրա դիմաց գերիներին կարող էր գոնե տալու դիմաց մի բան ստանալ։ Հայ գերիներին, դա մարդասիրական է, դա համաշխարհային է, դա որևէ ազգություն չի ճանաչում այդ քայլը։ Կարող էին, չեն անում։ Մի բանը չտեմ, դուք ձեր խոսքում ասացիք, որ եթե այս իշխանությունը գերիներին չվերադառնի, ապա իշխանությունից կզրկվի։ Հիմա շատերը պայքարում են այս թիմին իշխանությունից զրկելու համար։ Հիմա եթե գերիներին վերադարձնի ինչ-որ հրաշքով ցանկանա վերադարձնել, պետք է շարունակի մնալ իշխանության։ Թող վերադարձնի իշխանափոխությունը կանենք վաճառում։ Մեզ համար պիտի առաջնային լինի դա։ Ամոթ է մեզ։ Հայ ժողովրդին ամոթ է։ Իսկ իշխանափոխություն ինչ օրենք ընդունել են կփոխենք։ Իրանք գնալու, իրանք ժամանակավոր են, իրանք շատ լավ գիտեն, այս ամեն վայնասունները դրանից է։ Այո, նրանց ժամկետը արդեն հետհաշվարկի մեջ է։ Այո, այդ օրը գալու է, կասկած անգամ չունեմ։ Ով ինչպես, դա տարբեր այլ առարկա է։ Բայց այդ օրը գալու է, նրանք ճաղերի ետևում են հայտնվելու։ Ինչ էլ վատ օրենք անեն, օրենքը կփոխենք, բայց հայ գերիներին, քանի որ այսօր են իրենք ցավոք սրտի այս իշխանությունը, պարտադրելու ենք իրենց վախերից այդ գործով զբաղվել։